Գիտությունը հպարտացնում է, իսկ սերը հաստատում։ Այս խոսքը պարզ դարձավ Քրիստոսի ժամանակ։ Քանզի դպիրներն ու փարիսեցիները, որոնք գիտուն էին, նախանձեցին Քրիստոսին, նրան դիվահար և հյուսնի որդի ասացին, իսկ մի անգետ կին սիրով ասաց, երանի այն որովայնին, որը կրեց քեզ։ Երկու պատճառով է երանի տրվում Սուրբ Կույսի որովայնին։ Նախ, քանի որ նա հեռու է ամենայն չարիքից և ապականությունից, որովհետև եթե բոլոր կանայք մեղքով են հղանում, ծանրությամբ են կրում իրենց որովայնը, ցավով են զավակ ծնում, մահանալով հող են դառնում, Սուրբ Կույսն այս ամենը չուներ։ Առաջինի մասին ասում է Մատթեոսը. նրա մեջ ծնվածը Սուրբ Հոգուց է։ Երկրորդի մասին ասում է Սիրաքը. երանի քեզ երկիր, որ թագավորոդ ազատորդի է։ Երրորդի մասին, որ ծնվեց ուրախությամբ, ասում է Եզեկիելը. քանի դեռ երկունքի ցավերը չէին հասել, նա ազատվեց և ծնվեց առուզավակ։ Այսինքն Սուրբ Կույսը նախքան ցավերն ու վշտերը, որ հղի կանայք են կրում, ծնեց և ինչպես Ղուկասն է ասում, խանձարուրի մեջ դրեց իր անդրանիկ որդուն։ Չորրորդ, Սուրբ Կույսի մարմինը չափականվեց, ըստ բնության օրենքի հող դառնալով, ինչպես որ չափականվեց նրա որդունը։ Սրա մասին է ասում Հովհաննեսի տեսիլքը. բացվեց Աստծո տաճարը երկնքում և երևաց ուխտի տապանակը, որ անփութ փայտից էր պատրաստված։ Այդ խորհրդանշում է Սուրբ Կույսի մարմինը, որն անապական մնաց։ Մարդու և կենդանիների միջև չորս զանազանություն կա։ Նախ կենդանիները ճանաչում և ցանկանում են միայն այն, ինչ իրենց առջև է, իսկ հավիտենականը չգիտեն։ Մարդը գիտի անցյալը, ներկան և ապագան։ Երկրորդ, մարդը մարմնավոր բաների համար չէ, այլ ամբողջ արարչությունը մարդու համար է։ Այսպես չորս տարերքները չորս խառնումների համար են, խառնումները բույսերի համար, բույսերը անբան կենդանիների, կենդանիները մարդու, իսկ մարդը Աստծո երանության համար է։ Երրորդ, անբան կենդանիները միայն 5 զգայարաններ ունեն և ճանաչում ու սիրում են միայն զգալի բաները։ Իսկ մարդը ստուգությամբ ճանաչում է, իմանում և սիրում է Աստծուն։ Մեղավոր մարդիկ անասունների թվում են և տանջանքների մեջ պիտի իջնեն։ Երանության մասին զանազան բաներ են ասում, թե այն մարմնական փափուկ կյանքն է, ուտելն ու խառնակությունները։ Բայց սա ճիշտ չէ երկու պատճառով։ Նախ, որ երանություն վայելում են միայն բանական հոգիները, Աստված, հրեշտակները և մարդիկ։ Իսկ ուտելն ու խառնակվելը հատուկ է նաև ոչ բանականներին, և այդպիսի երանությունը տաղտկալի է, ինչպես ասում է ժողովողը մեղավորների բերանով. ահավասիկ և այն լավը, որ ես տեսա, ուտելն ու խմելը և բարիք տեսնելն է իր ամբողջ վաստակից, որի համար նա ջանք է թափել արեգակի ներքո, որովհետև դա է նրա բաժինը։ Երկրորդ, քանի որ մարդը իմանալիների և զգալիների միջև է, վերևում ունի իմանալին, իսկ ներքևում զգալին։ Երանությունը մեծ բարիք է, այն առավել է, քան այն ամենը, ինչ մարդն ունի։ Կատարելությունը վերին երանությունն է, ապա ուրեմն չպետք է ունենալ այն երանությունը, որը զգալիների կցորդությամբ է, որն ավելի ցածր է, քան մարդը, այլ պետք է ունենալ այն, ինչ բարձր է, այսինքն աստվածայինը։ Ոմանք ասում են երանությունը մեծ հարստություն ունենալը։ Սողոմոնն ասում է. նրանց շտեմարանները լի են, նրանց խաշները բազմածին, արդ երանի տամ այն ժողովրդին, որին այսպես է։ Ուրեմն հարստություն ունենալը նույնպես երանություն չէ երեք պատճառով։
Նախ, որովհետև երանությունը միայն բարիներինն ու Աստծո սիրելիներինն է, իսկ հարստություն ունենում են և չարերը, և բարիները, առավելապես չարերը։ Ղուկասն ասում է. «Զգույշ եղեք ամեն տեսակի ագահությունից, որովհետև մարդու կյանքը իր կուտակած հարստության մեջ չէ»։ Երկրորդ. «Արատաձեռն մարդուն ավելի ենք երանում, քան ժլատին, բայց արատաձեռնը ցրում է հարստությունը, իսկ ժլատը ժողովում, ապա ուրեմն հարուստ լինելը երանություն չէ»։ Երրորդ. «Բարի և հաստատուն է ճշմարիտ երանությունը, որը չի պակասում և բռնությամբ չի հափշտակվում»։ Այս մասին է ասում Տերը. «Ձեր ուրախությունը ոչ ոք չի վերցնի ձեզնից, իսկ հարստությունն այսպիսին չէ»։ Շատերն էլ ասում են, թե իշխանության պատիվ ունենալն է երանությունը, և այս նույնպես ճիշտ չէ երկու պատճառով։ Նախ, որովհետև երանությունը բարձր է ամենայն բարությունից և գերագույնն է բոլոր սրբություններից, քանի որ բոլոր առաքինությունների վերջը երանություն է։ Իսկ պատիվն ու պաշտոնը բարձր չեն, քան ամեն բան, քանի որ առաքինության համար են պատվում մարդուն։ Եվ ոչ միայն առաքինի, այլ նաև խոնարհ մարդն ավելի բարձր է։ Երկրորդ. երանությունը լինում է մարդու հատուկ կամքով ու գործով, իսկ ով հարկադրաբար է ընդունում, իրենից չէ, և ուրիշինն է գործը և ոչ թե իրենը, շատ հաճախ էլ մեծարվում է անարժանը։ Ոմանք ասում են, թե երանությունը իշխանություն ունենալու մեջ է, որը նույնպես ճիշտ չէ երկու պատճառով։ Նախ, որովհետև երանությունն ամբողջովին բարի է և չի կարող ուրիշներին չարիք պատճառել, իսկ իշխանություն ունեցողը ոմանց բարիք է անում, ոմանց չարիք պատճառում։ Երկրորդ, երանությունը կատարյալ և անպակաս բարություն է, բայց իշխանությունը հույժ պակաս և անկատար է։ Քանի որ դեպի իշխանություն բարձրանալը ոչ թե մարդու, այլ ժողովի կամքով է, և իշխանություն ունեցողի համար դժվարին է շահել բոլորի կամքը, որ փոփոխվում է, և մարդը որքան բարձր իշխանություն ունի, այնքան առավել է վախենում։ Ուրիշներն էլ ասում են, թե երանություն է մարմնական առողջությունը, գեղեցկությունը, ուժեղ, արագավազ և սրատես լինելը։ Սա նույնպես սխալ է երկու պատճառով։ Նախ, որովհետև երանությունը գերագույն բարի է, հոգին բարձր է մարմնից, ապա ուրեմն երանությունը հոգու և ոչ թե մարմնի բարության պատճառով է։ Եվ երկրորդ, արծիվը սրատես է մարդուց, շունն արագավազ, առյուծն ուժեղ և այլն։ Երանությունն ամենայն բարին ունենալն ու չարից փախուստն է, որ ներկայիս կյանքում ոչ ոք չի կարող ունենալ, քանզի եթե մեկը որևէ բանում կատարելության է հասնում, ապա մեկ այլ բանում անկատար է մնում։ Եթե հարուստ է, գիտության պակասություն ունի, և հակառակը, եթե գեղեցիկ է, հնարավորության պակասություն ունի, և հակառակը, և այսպիսի այլ բաներ։ Այս մասին Եսային ասում է. «Ժողովուրդ իմ, ովքեր երանում են ձեզ խաբում են և մոլորեցնում ձեր ոտքերի շավիղները։ Այս պատճառով էլ երանությունը մարմնական բան չէ և ոչ էլ ընկալվում է զգայարաններով, այլ հոգևոր է, մտքի ճանաչողություն, ոչ այնպիսին, որ ճանաչում է արարված բաները»։ Աստծո ճանաչողությունը նախ այս արարված բաների միջնորդությամբ է։ Այդպես ճանաչեցին փիլիսոփաները, և այսպիսի ճանաչողության մեջ երանություն չկա։ Երկրորդ, Աստծո ճանաչողությունը հանդերձյալ կյանքում անընդհատ է լինելու։ Տերն ասում է. «Այն է հավիտենական կյանքը, որ միայն քեզ ճանաչեն ճշմարիտ Աստված և Նրան, ում դու առաքեցիր, Հիսուս Քրիստոսին»։ Իսկ առակն ասում է. «Երանի այն մարդուն, որն իմաստություն կգտնի, և այն մահկանացուին, որ հանճար կստանա,
քանզի իմաստությունն ավելի թանկարժե, քան ոսկու և արծաթի գանձերը։ Այն առավել հարգի է, քան անգին քարերը, և չկա ոչ մի չար բան, որ հակառակ կանգնի նրան։ Բոլոր սուրբերը երանելի են 6 կողմերից՝ վերին, ներքին, աջ, ձախ, առջևի և հետևի կողմերից։ Վերին Աստծո կողմից, և սա 3 մաս ունի։ Նախ նրանք տեսնում են Աստծուն, ինչպես Եսային է ասում. «Փառքի թագավորին կտեսնեք», իսկ վարդապետներն ասում են, թե մեղավորները լավ են համարում դժոխքում լինել և Աստծո երեսը տեսնել, քան թե արքայության մեջ լինել և չտեսնել Աստծուն։ Իսկ ոսկեբերանն ասում է. «Ինձ թվում է ավելի ծանրագույն տանջանք է Աստծո աչքից ընկնելը, քան թե դժոխքում այրվելը»։ Ուրիշներն էլ ասում են. «Այն ուրախությունն է ճշմարիտ, որ ստեղծողից և ոչ թե ստեղծվածներից է ծնվում։ Այդ ուրախության համեմատ այս աշխարհի ամենայն հեշտություն ողբ է, ամենայն ուրախություն ցավ, ամենայն քաղցրություն դառն, ամենայն գեղեցկություն գարշելի»։ Այս պատճառով է Սաղմոսն ասում. «Իմ հոգին ծարավ է քեզ Աստված, երբ պիտի գամ ու երևամ քո առաջ»։ Մարմնավոր բոլոր վայելչությունները, իբրև ծովից մի կաթիլ, երանությունից կաթիլն են այս կյանքի մեջ։ Ապա ուրեմն վայ մեղավորներին, որոնք այս աշխարհի հեշտություններին են հետևում և թողնում են երանությունը, ինչպես ասում է Երեմիան, որովհետև թողեցին կենդանի ջրի աղբյուրը և իրենց համար ծակոտկեն փոսեր փորեցին։ Աշխարհի սկզբից իսկ բոլոր հեշտությունները, եթե համեմատենք երանության հետ, իբրև փոշու մի հատիկ էր շողի հետ համեմատած։ Փիլիպոսին մի տեսակի կերակուրը բավական էր, ինչպես ասաց Տիրոջը. «Տեր, հորը մեզ ցույց տուր, և այդ բավական է մեզ»։ Իսկ հանդերձյալ կյանքում Սուրբ Երրորդությունը կհայտնվի մեզ բոլորից, ինչպես ասում է. «Ես և իմ Հայրը նրա մոտ կգանք և նրա մոտ կօթևանենք»։ Երկրորդ, մարդկությունը կտեսնի Քրիստոսին, քանզի ինչ ավելի մեծ ուրախություն կա, քան Քրիստոսին, մարդկությանն ստեղծողին իբրև մարդ տեսնելը։ Սրա համար է ասում Տերը. «Ես եմ դուռը, եթե մեկը իմ միջով մտնի կփրկվի, կմտնի ու կելնի և ճարակելու բան կգտնի»։ Կմտնենք Աստվածությունը տեսնելու համար և ցնծության ճարակ կգտնենք։ Երրորդ, կտեսնենք Քրիստոսի մի էության մեջ միավորված աստվածությունն ու մարդկությունը, այսինքն կտեսնենք մեր եղբորը միավորված բան Աստծուն։ Եվ այն, որ ծնողների համար մեծ ուրախություն է իրենց որդուն եպիսկոպոս, թագավոր և ողջերի ու մեռյալների դատավոր տեսնելը, քանզի ինչ բարություն որ գլուխն ունի, անդամներն իրենցն են համարում և հակառակը։ Ինչպես ասում է Տերը. «Ինչ որ արեցիք այս փոքրիկներից մեկին, ինձ արեցիք»։ Երկրորդ, սուրբերն ուրախություն ունեն ներքին կողմից, և այս 3 մաս ունի։ Նախ, ուրախանում են, որ փրկվեցին դժոխքից, ինչպես ասում է Սաղմոսը. «Մեր հոգիները փրկվեցին, ինչպես ճնճղուկները որսողի որոգայթից»։ Երկրորդ, ուրախանում են, երբ տեսնում են Աստծո թշնամիներին տանջանքների մեջ, ինչպես Սաղմոսն է ասում. «Արդարը պիտի ուրախանա տեսնելով հատուցումը, և ձեռքերն իր պիտի լվա մեղավորի արյան մեջ»։ Երրորդ, պիտի ուրախանան տեսնելով, որ դժոխքում կապված են բոլոր մեղքերը, որոնք այստեղ այնքան վնասեցին մարդուն, ինչպես ասում է Սաղմոսը. «Մեղավորները պիտի պակասեն աշխարհից»։ Երրորդ, սուրբերի ուրախությունը Աստծո աջ կողմում, այսինքն հրեղեն երկնքում լինելն է, և այս 3 մաս ունի։ Նախ, որովհետև ուրախանում են երկնքի լուսավորությունից, ինչպես ասում է Տովբիթը. «Երանելի կլինեմ, եթե իմ ազգից որևէ մեկը տեսնի Երուսաղեմի լույսը»։
Եվ Սաղմոսն ասում է. սրտով արդարների համար լույս ծագեց։ Երկրորդ, ուրախանում են տեղի սրբության պատճառով, ինչպես ասում է Հովհաննեսը տեսիլքի մեջ, եւ այնտեղ չպիտի մտնի ոչ մի չարակամ, պիղծ եւ ստախոս մարդ, որպեսզի իր ստությամբ չփղծի այն, այլ պիտի մտնեն միայն նրանք, որոնց անունները գրված են կյանքի գրքում։ Երրորդ, ուրախանում են Աստծո տան ընդարձակ լինելու պատճառով, ինչպես Բարուքն է ասում. «Ով Իսրայել, որքան մեծ է Աստծո տունը եւ ընդարձակ է նրա ստացվածքների տեղը»։ Չորրորդ, բոլոր սուրբերի ուրախությունը ձախակողմից է, այսինքն այս աշխարհից, եւ այս ուրախությունը նույնպես երեք մաս ունի։ Նախ, որ նեղությունից եւ այս աշխարհի համար օտար լինելուց փրկվեցին, քանի որ հույս ցանկանում էին ելնել, ինչպես Սաղմոսն է ասում. «Վայ ինձ, քանի որ շատ երկար տևեց բանդխտությունն իմ, ես բնակվեցի Կեդարի վրաններում»։ Երկրորդ, որովհետև փրկվեցին այս աշխարհում նավաբեկվելուց, ինչպես առաքյալներն աղաղակեցին ծովում. «Տեր, փրկիր մեզ, քանզի կորչում ենք»։ Երրորդ, որովհետև ընտրյալները տկար ու անզոր էին այստեղ առյուծի, այսինքն սատանայի բերանում, եւ այժմ հաղթեցին, ինչպես Սաղմոսն է ասում. «Փրկիր ինձ առյուծի բերանից»։ Հինգերորդ, սուրբերն ուրախանում են առջևի, այսինքն բարի ընկերների կողմից, եւ այս երեք մաս ունի։ Նախ, որովհետև այն ընկերները բազում եւ անթիվ են լինելու, ինչպես տեսիլքն է ասում. դրանից հետո տեսա եւ ահա բազում ժողովուրդներ, որոնք թիվ չունեին, բոլոր ազգերից, բոլոր ցեղերից ու բոլոր լեզուներից, որոնք կանգնած էին աթոռի առջև։ Թվում է ասվածը հակառակ է այն խոսքին, որ ասում է, թե ավելի քչերն են, որ փրկվելու են, քան նրանք, որոնք պիտի կորչեն։ Որովհետև երբ Տիրոջը հարցրին, թե քչերը կլինեն, որ կփրկվեն, նա պատասխանեց. «Նեղ դռնով անցեք, որովհետև լայն ճանապարհով, որ կորստյան է տանում, շատերն են գնում»։ Հապա ինչու է Հովհաննեսն ասում, թե անթիվ են ընտրյալները։ Պետք է ասել, որ ասված այս երկու խոսքերը միմյանց հակառակ չեն։ Քանզի Քրիստոս չի ասում, թե փրկվողները շատ քիչ կլինեն, այլ թե քիչ կլինեն կորստյան մատնվողներից, բայց ընտրյալների թիվը ինքնըստինքյան շատ է, իսկ թե որքան, զանազան կերպ են ասում։ Ոմանք ասում են, թե կփրկվեն այնքանը, որքան դևեր ընկան, մյուսները, թե որքան հրեշտակներ մնացին, իսկ այլք ճշմարտապես ասացին, թե Աստծուց բացի ոչ ոք չի կարող թվել, թե որքան են փրկվողները, որովհետև միայն Աստծուն է հայտնի նրանց թիվը։ Ուստիև տեսնելով թիվը, Հովհաննեսն ասում է. «Լսեցի, որ կնքվածների թիվը 144,000 է Իսրայելի որդիների ազգից, եւ յուրաքանչյուրին բաժանում է ցեղերի, ասելով, թե Հուդայի ազգից 12,000 կնքված»։ Վարդապետները պատասխանում են, թե այստեղ անհաշվելի թվի մասին է ասվում, քանզի այստեղ 3 կերպ է դրված 144,000 թիվը։ 100-ը ցույց է տալիս կույսերին, 40-ը ապաշխարողներին եւ այրիներին, եւ Տերը 40 օր ծոմ պահեց։ Իսկ 4-ը ցույց է տալիս 4 ավետարանիչների խոսքերը կատարողներին, իսկ նրանք, ովքեր փրկվելու են, Իսրայելի որդիների անունները մեկնիր բարոյականապես, քանզի Հուդան թարգմանվում է խոստովանող եւ այլն։ Երկրորդ, սրբերի ուրախությունը ընկերների ազնվության պատճառով է, քանզի երկնքի արքայության մեջ չեն լինելու անարգ ու նվաստ, այլ բոլորը թագավոր։ Քանզի տեսիլքն ասում է. «Իսկ շներն ու կախարդները, մարդասպաններն ու կռապաշտները եւ բոլոր նրանք, որ սիրում են սուտը, դուրս պիտի նետվեն, իսկ սուրբերը մեզ ընկերակից կլինեն»։ Այս մասին վարդապետներն ասում են.
Երբեմն դուրս եկ մարմնիդ տնից և դրան մոտ մնա և տես Աստծո մեծությունը, քանզի կտեսնես Մարիամին, Աստծո մորը, կույսերի բոլոր դասերի հետ, քանզի եթե Մովսեսի քույր Մարիամը փարավոնի ընկղմվելու ժամանակ երգում էր երգիչների և թմբուկների ձայնակցությամբ, օրհնենք Տիրոջը, որ փառքով է փարավորված, այսպես նաև մենք, երբ անցնենք այս կյանքի ծովը և մեր թշնամիներն ընկղմվեն դժոխքում, Սուրբ կույսը կերքի օրհնության երգեր։ Ուրախության երրորդ մասը ընկերների սիրո պատճառով է։ Նրանք ուրախանում են միմյանց ուրախությամբ և փառքով, ինչպես Պողոսն է ասում Կորինթացիներին. եթե փառավորվում է մարմնի մի անդամը, բոլոր անդամներն ուրախանում են նրա հետ, իսկ դուք Քրիստոսի մարմինն եք և անդամը նրա անդամներից։ Վեցերորդ, սուրբերի ուրախությունը մարմնի կողմից է։ Նախ, որովհետև ազատվեցին մարմնի բանտից, ինչպես ասում է Պողոսը Հռոմեացիներին, ինչ խղճալի մարդ եմ ես, ով կփրկի ինձ այս մարմնից, որն ինձ մահվան է տանում։ Իսկ Սաղմոսն ասում է. Տեր, բանտից հանիր ինձ։ Երկրորդ, ազատվեցին մահվան երկյուղից, որ ահարկու է ամեն բանից։ Ինչպես ասում է առաքյալը, ուր է մահ քո հաղթությունը, ուր է դժոխք քո խայթոցը։ Իսկ Սիրակն ասում է. ով մահ, որքան դառն է քեզ հիշելը։ Երրորդ, ուրախանում են, որովհետև ազատվեցին այս վշտերով լեցուն մարմնից, որպեսզի ապականացու մարմնի փոխարեն անապական, տկար մարմնի փոխարեն զորավոր, թանձր մարմնի փոխարեն անոսր ու թեթև, խավարած մարմնի փոխարեն լուսավոր մարմին առնեն։ Ինչպես ասում է առաքյալը Կորինթացիներին ուղղված առաջին թղթում, սերմանվում է ապականությամբ և հարություն է առնում առանց ապականության, սերմանվում է անարգությամբ և հարություն է առնում փառքով, սերմանվում է տկարությամբ և հարություն է առնում զորությամբ, սերմանվում է շնչավոր մարմին և հարություն է առնում հոգևոր մարմին, ի փառս մեր Տեր Քրիստոս Աստծո, որ օրհնյալ է հավիտյանս, ամեն։